մի կարճ աղաղակ բավական է, որ փրկիչը մեր ձեռքը բռնի եւ ձգի իր ձեռքը մեզ համար եւ մեզի բարձրացնի։ Երբեմն Աստուն հասնելու համար քեզ երկար խոսքեր պետք չեն։ Աստված մոտիկ է։ Ամեն։ Աստված մոտիկ է մեզի։ Գիտեք որ դա մեր Աստվածը մեր սրտերի մեջ։ Մեր սրտերի մեջ։ Ղուկասի ավետարան 21-րդ 17-րդ գլուխ 21-րդ համարի մեջ այսպես ասում։ Ասում իմ արքայությունս այստեղ եւ ամյուս տեղը չի։ Իմ արքայությունս ձեր մեջ է։ Հիսուս Քրիստոս հիմա մեր մեջ քայլում է։ Հավատում եք այդ բանը։ Եթե չենք հավատում, Հիսուսին սուտասան ենք դարձրել։ Հիսուսն ասա, որտեղ 2 կամ 3 հոգի իմ անունի պատճառով հավաքված լինեն, ես այնտեղ ներկա եմ։ Դրա համար մարդիկ հիվանդ գալիս են եկեղեցում, հիվանդ գնում են, որտեղ չեն դպչում Հիսուս Քրիստոսին։ Այդ կնոջ հիշե կարնահոսություն ուներ, եւ որ քայլում էին, շրջապատել էին Հիսուսին, այդ կինը ժողովրդի մեջից պատտվավ, ման եկա միտեղ գտավ, որ ձեռքը երկարացնի եւ դպչի Հիսուս Քրիստոսին։ Եվ այդ ժամանակ մի զորություն դուրս եկավ Հիսուս Քրիստոսից։ Ով էր ինձ դպչավ։ Աշակերտներն ասում են, դու ինչ ես ասում, ես կան ժողովուրդ կա, ինչ ես ասում ով դպչավ։ Բայց մեր Տերը իմանում էր ինչ ասում։ Այսօր մենք պետք ունենք մեր ձեռքը երկարացնենք, Հիսուս Քրիստոս տեղ ներկա է։ Հիսուս Քրիստոս տեղ ներկա է։ Եթե հիվանդություն ունես, այսօր բժշկվելու օրը պետք է լինի։ Ձեռքդ երկարացրու։ Մի խնայի քո ձեռքը կպցնես Հիսուս Քրիստոսին։ Երբեմն մենք խնայում ենք, մեր ձեռքը չենք երկարացնում։ Տերը սպասում է, որ մենք մեր ձեռքը երկարացնենք եւ կպնենք իրան։ Գիտեք Մովսեսը անապատի մեջ Աստծուց մեծ պատգամ լսեց։ Խփիր ես քարին եւ ջուր դուրս կգա։ Զարմանալի բան կա Աստծո հետ դեմարդեմ հանդիպելը։ Խփի ես քարին եւ քարից ջուր դուրս կգա։ Կպիր Հիսուս Քրիստոսին եւ զորություն Հիսուս Քրիստոսից դուրս կգա։ Հալելույա։ Թող Սուրբ Հոգին գործի մեր մեջ։ Պետք է մենակ անկեղծ լինենք, անկեղծ սիրտն է, որ կարողանում է շահի Աստծո ուշադրությունը։ Աստված ճանաչում է ով է անկեղծ, ով է կեղծավոր։ Աստված ճանաչում է, որ մեր աղոթները արդյոք սխալ են թե մեկ բանը, սխալ են թե սուտ են։ Երբեմն մենք սուտ աղոթներ ենք բացացնում Աստծո առաջին։ Դժբախտաբար մեր հայոց եկեղեցին սովորացրել է ժողովրդին։ Հայրերն ասավ բավական է։ Երկու հատ ման վառի բավական է, դու էլ հայ քրիստոնյա ես։ Շատ էլ արագ են ասում, այ մեր որ եկինք ծեսուր լինի կանոն կարգայությունը լինի կանգ։ Մարդը չի իմանում ինչ է խոսում։ Չի իմանում, եւ որ մենք ասում ենք հայր մեր, որ երկնքումն ես, ինչ միտք ունի։ Այսինքն հայրը որ սահմանափակ չի, այն հայրը որ բնակված է միտեղ, որ ոչ մի բան չի կարող ոչ մի ազդեցություն Աստծո զորության վրա տնի։ Եվ մենք այդպեսի Աստծուն ենք մենք հետևում։ Ամեն։ Այսօր ժամանակ կա, որ մենք ասենք Տեր օգնիր ինձ։ Երբեմն պետք է անդադար աղոթես, որպեսզի ստանաս պատասխաններ քո աղոթների համար։ Դանիելը 20 օր աղոթավ։ Լուսամուտները բացել էր դեպի Երուսաղեմ, 20 օր աղոթում էր, բայց գիտեք ինչու աղոթքի պատասխանն ուշ եկավ։ Որտեղ մեր կռիվը արյան եւ միսի դեմ չի, արյան եւ մարմնի դեմ չի, այլ իշխանների հետ, աշխարհակալ իշխանների հետ երկնավոր տեղերում հրեշտակը կռվի մեջ էր, աղոթքի պատասխան ուզում էր բերեր, բայց Պարսից երկրի դևը չէր թողնում այդ աղոթքը կար։ Երբեմն հավատացյալները չեն իմանում, որ պատերազմի մեջտեղն ենք։ Հավատացյալների պատերազմը միջով Հիսուսի վերադարձը, միջով մեր երկինքեթալը շարունակվի։ Ամեն պատերազմ վերջանում է, սկսում է մի օր վերջանում է։ Հավատացյալի պատերազմը վերջ չունի իր մեջ։ Եթե մտածում եք հեշտ կյանք ունենաք, ուրեմն հավատքի մեջ պետք է մենք նորեն մտածենք, մենք հեշտ կյանք չունենք։ Հեշտ կյանք չունենք։ Եվ մենակ այդ պատերազմի մեջ թագավորների թագավորը, հրամանատարը, հրաման տալողը ներողություն, հրաման տալողը Հիսուս Քրիստոսն է, վստահենք նրան։ Եվ թողնենք մեր նայվածքը մենակ ու մենակ մեր իշխանին էլ Հիսուս Քրիստոսին։